Այսօրվա քարոզս կոչվում է հոգևոր աճի գլխավոր բանալին։ Ինչ է կարծում որն է, ամենքդ մտածեք, բայց մի ասեք։ Հոգևոր աճի գլխավոր բանալին։ Հիսուսը ասեց գնացեք ամբողջ աշխարհ, ոչ միայն քարոզեք, միտեղ Մարկոս ավետարանը նշում է, որ ասում է Տերը ասեց գնացեք ամբողջ աշխարհ, ավետարանը քարոզեք ամեն մեկի, ով որ հավատա, մկրտվի, կփրկվի, ով որ չհավատա, կդատապարտվի։ Եվ մեկ ուրիշ տեղ ավելի մանրամասն, ոնց որ Մատթեոսը գրում է 28-րդ գլխի 18-ից 20 համարներում Տերը ասեց գնացեք ամբողջ աշխարհ, աշակերտներ դարձրեք։ Ոչ թե ուղղակի քարոզեք, թողեք։ Մարկոսը մենակ այդ բանը նկատե գրել։ Իսկ Մատթեոսը նկատել է նաև, որ պետք է աշակերտներ սարքենք։ Որովհետև երբ որ մարդը գալիս է եկեղեցի, ապաշխարում ասենք, ինչ որ ժամանակ եկեղեցի հետում, բայց նա չի դառնում աշակերտը, նա ամուր չի։ Ոնց որ տունը սարքես ավազի վրա։ Հողի վրա տուն սարքա, ինչ պետք է անձրևներ կան կտանեն, բայց այն տունը, որ սարքված է ժայռի վրա, ռոկի վրա փորել են, դրել են այդ բետոնը, այդ կոնկրիտը լցել են, տունը կառուցել են։ Նա անձրևները գա, փոթորիկը նա ամուր կկանգնի։ Եվ Հիսուսը ասեց աշակերտներ սարքեք։ Հիսուսը աշակերտներ սարքեց։ Եվ դրանից հետո մենք տեսնում ենք գործ առաքելոցում, երբ որ առաքյալները գնում են ավետարանը քարոզելու ամենտեղ, ինչ էին անում, նրանք աշակերտներ էին սարքում եւ ասում այնտեղ էլ քարոզեցին եւ աշակերտներ շինեցին։ Շատ համարներ կա, եթե մենք բացենք, այսօր չենք կարող վերջացնենք։ Ես հենց շատ համարներ բանավոր կասեմ։ Եվ ասում եմ շատերին էլ են քաղաքում աշակերտեցին։ Եվ Անտիոքում աշակերտները առաջի անգամ կոչվում են քրիստոնյա։ Այ քրիստոնյա բառը գալիս է աշակերտից հետո։ Մենք ասում ենք, մենք ազգովի քրիստոնյա ենք։ Բժշկության զորությունը չի գործի, եթե մենք այս բաները հիմա ինչ որ ես ասում եմ, եթե չիմանանք։ Որովհետև Աստծո խոսքը ասում է, Աստված մեր աղոթքները լսում է, որովհետև մենք նրա պատվիրանները պահում ենք եւ նրան հաճելի բաները անում ենք։ Եթե մենք նրա պատվիրանը չպահենք, նրա հաճելի բանը չանենք, մեր աղոթքը չի լսվի։ Մարդկա չի բժշկվի, չի գնա առաջ։ Դրա համար ժամանակ առ ժամանակ այդ ընդհանուր մեր բժշկության թեմայից կթեքվենք, կխոսան բաներ, ինչը որ կօգնի, support կանի, որպեսզի մենք բաց լինենք Աստծո զորությունը ընդունելու էլ ավելի, ամեն։ Եվ նորից վերադառնամ դրան, որ ասենք տեսեք մենք մեր ամբողջ ազգը կոչվում է քրիստոնյա։ Բայց քրիստոնյան սա թանկ բան է, տես սերտիֆիկատ, չէ, տվեցի սերտիֆիկատ, չէ, մեր եկեղեցին տվեց ավարտողներին սերտիֆիկատ։ Ամեն մեկին հո մենք չենք տալի, նա պիտի ճանապարհ անցնի, դա դրա ապացույցն է։ Հիմա քրիստոնյա բառը, որ մարդը իր վրա գտնում, ասում ես քրիստոնյա, հայ ազգը քրիստոնյա ազգ է։ Էդի այնքան թանկ բառ է, այնքան կարևոր բան է, որ մենք չենք ուղղակի կարող ասենք քրիստոնյանք ու գնանք հայհոյանքներ տանք։ Անիծենք, մեղքի մեջ ապրենք, ծխենք, խմենք, նարկոտիկ օգտագործենք, կռիվ անենք, գողանանք, թալանենք, վատ կինոներ նայենք։ Բայց քրիստոնյա ով կոչվեց։ Գործ առաքելության մեջ մենք տեսնում ենք, որ Անտիոքներ, այնտեղը որտեղ Պողոս առաքյալը եւ Բարնաբասը գնացին ավետարանը քարոզելու, եւ աշակերտները առաջի անգամ Անտիոքում էր, որ կոչվեցին քրիստոնյաներ։ Այսինքն քրիստոնյա Քրիստոսի հետևորդ։ Ովքեր են ճշմարիտ քրիստոնյաները, նրանք ովքեր որ աշակերտ են դառել, որտեղ աշակերտները կոչվեցին քրիստոնյաներ։ Մենք պետք է Քրիստոսի ճշմարիտ աշակերտները լինենք։ Իսկ աշակերտի հատկությունը ամենալավ որակը որն է անի ջան, խոնարհությունը, սերը, աբերես եւ խոնարհությունը, ճիշտ, ես իրան չի ասել։ Ուղղակի գիտեի, որ կիմանա, որտեղ շատ լավ է սովորել։ Փառք Տիրոջը, բոլորն են լավ սովորել։ Խոնարհությունը, obedience, առանց obedience-ի աշակերտ չի կարող մարդ լինել։ Հնարավոր չի մարդ դառնա Քրիստոսի աշակերտ։ Մենք այստեղ ամեն մեկս ես վստահ եմ Քրիստոսի աշակերտներն ենք այստեղ։ Այտենց
չեմ կարծում կա մեկը, որը պրոստը, բայց որոշները պետք է մի քիչ աշխատեն իրանց վրա։ Որոշները իրանց վրա պետք է աշխատեն, որ խոնարհություն ձեռք բերեն, obedience ձեռք բերեն։ Որովհետև մարդ չի կարող աշակերտ լինի առանց հնազանդության, առանց obedience-ի չի կարող աշակերտ լինի, որովհետև ես բան եմ ասում։ Գիտես իմ համար ում է հեշտ ավելի շատ խոսալ։ Մեկը նրանք, ովքեր որ նոր են եկել եկեղեցի, բան չգիտեն համայրա։ Շատ հեշտ է, չէ՞, որ մեկի խոսած մեկ էլ նրանց, ովքեր կարող է մի 5 տարի եկեղեցում են, արդեն մի քանի անգամ կոդրվել են, սենց մի բան չի ստացվել մոտը, արդեն բաց են խորհուրդ լսելու, իրանց ասում են, մի քիչ դժվար է լինում, ասենք, երբ որ մարդը մի տարի, 2 տարի հավատքի մեջ արդեն ահագին կարդացել է, Աստվածաշունչը կարդացել է, շատ գրքերը կարդացել, արդեն բաներ գիտի լիքը գլխի մեջ ու դժվար է մի քիչ խոսասու։ Մի բան խոսում ասում, գիտեմ, ես էլ գիտեմ։ Դժվար է։ Մենք որ գնացել էինք Աստվածաշնչյան դպրոց 1993-ից 95 թվին Ֆլորանել էր եկել։ Եվ այնտեղ շատ ստուդենտներ էին եկել։ Ինքը Bible School էր։ Մենք գնացել էինք Ռուշիա, Սայբերիա, Սիբիր էին գնացել Աստվածաշնչյան դպրոց։ Եվ եկել էին տարբեր տեսակի, ասենք, տարբեր հոգևոր աճ ունեցող քրիստոնյաներ։ Մեկը մի տարի, մեկը 2 տարի, մեկը 10 տարի։ Գիտեք, ամենա այն դժվարը ում հետ էր։ Մի տարի 2 քրիստոնյաների հետ, ովքեր շատ կարդացել էին, ամեն ինչ պաստորից է շատ գիտեին։ Ճակերտավորել։ Սուպեր հոգևոր, այն որ ես էլ իրանց մեջն էի, ես էլ պակասը չէի։ Նույնը ես։ Այն որ խոսքը լավ գիտես, շատ ես կարդացել սկզբի ժամկետներ, անգիր գիտես, ու սաղ գիտես որն է ճիշտ արդեն որն է սխալ։ Բայց սա մենք չենք նկատել, որ սա հպարտություն է։ Շատ կարևոր է, ես նայ տես սրտումս կա, որ այս թեման խոսամ, որտեղ խոնարհությունն է, որ մեզ Աստծու առաջ հաճելի է դարձնում։ Տեսեք, Աստծո խոսքը ասում է առաջի Կորինթացիս 8:1-ը, գիտությունը հպարտացնում է։ Գիտությունը հպարտացնում, բայց սերը շինում է։ Գիտությունը հպարտացնում է։ Անկամ Աստծո գիտությունը։ Պողոս առաքյալը խոսում է Աստծո գիտության մասին։ Հիմա արդյոք եթե գիտությունը հպարտացնում է, գիտություն պետք չէ, դրա մասին չի ասում։ Գիտության հետ պետք է սերը։ Դու կարող շատ գիտություն ունես, բայց սեր չունենաս։ Իսկ սիրո մեջ խոնարհությունը կա։ Խոնարհությունը կա։ Անին ճիշտ ասեց։ Սեր եւ խոնարհություն։ Տեսակ։ Սիրո մեջ կա այդ խոնարհությունը, հեզությունը, որտեղ խոսքը ասում է սերը իրանը չի փնտրում։ Ահա ես գիտեմ, մարդ չի զգում ոնց է հպարտ, արդեն օրինակ մեկը վեկալ եմ ինձ հեռու չգնամ, Bible School-ում էի։ Մի մարդ կար, որ եկել էր սենց խեղճ ու կրակ էր, սենց բանանում, սենց կիսահիվանդ էր, ձեռս դնում էր վրան, աղոթք է անում, բան ասում է, մարդը դեպի լացում էր, բան, պաստորը եկավ ինձ տեսավ, ասում է, ձեռմի տուր իրան։ Կեղծ է իր արցունքները, fake է։ Բայց լացում էր, գնում էր, բան։ Մտածեցի, չէ, հա, երևի լավ չի իմանում պաստորը։ Շարունակեցի ձեռս դնել աղոթել բան։ Հետո տենամ այս մարդը անընդհատ գայս նույն սովորություն ուներ, ուրեմն հետագայում արդեն ինձ փորձը էքսպերիենսը ցույց տվեց, որ պաստորը ճիշտ էր ասում։ Իսկ իմ հպարտությունը չթողեց, որ ես իր ասածը ընդունեմ որպես ճշմարտություն։ Ես գիտեմ, ես էլ գիտեմ, որն է ճիշտ։ Աստված ասում է, խեղճերին օգնեք, աղոթք արեք։ Հասկանում եք, դες հպարտություն, ես գիտելիք ունեի, բայց այդ ինձ հպարտները հաճելի չեն ասում։ Չնայած սկզբի ժամանակներում, երբ որ մենք տեղ-տեղ հպարտանում ենք, Աստված նայում է ոնց որ մենք կնայենք մեր փոքր երեխեքին, չէ՞։ Այն որ վեկալում է ավելի սաղ տունը սենց փոշի անում, ու ասում է մամա ավլեցի։ Ոնց որ Էսթերն էր անում, ասենք։ Գնում է սաղ քիչենը այնտեղ խառնում է բանան, ասում մամա հավաքեցի։ Այս խառնել է իրար։ Այդպես է ոտորաբես լինում, հասկանում եք։ Ես ասում եմ, որպեսի գիտության հետ խոնարհություն ձեռք բերենք, որտեղ Աստծո խոսքը ասում է գիտությունը հպարտացնում է։
Եվ որ մենք շատ բան գիտենք, բայց չգիտենք ոնց օգտագործենք խոսքը, նման ասենց խրձով լարերի, լդիր, այս սրա։ Դու լիքը բան գիտես, բայց դու չես հասկանում ինչ է կատարվում այստեղ։ Ու երբ որ ինձ կանչում էին տունը, ես որ այն վաղ իմ բիզնեսի մեջ էի, TV installation service էր, home theater service էի անում, կանչում էին իմ ամենաչսիրածած բանն էր, որ ասում էին կարող ես էսի կարգավորես, մյուս նկարը դիրել։ Իմ ամենաչսիրածած բանը էս էր, այսպես։ Գիտես քանի անգամ են կանչը, ինձ համար ես պետք է իմ TV-ին դնեի, ասենք home theater-ը կամ sound bar-ը բան ամեն ինչ տեղադրեի, բայց որ էսի տելում ասում էի, «Օ, ոչ»։ Որտեվ ես իմ գործը ասենք անում էի 30 րոպեում, իմ սովորական գործը, բայց սրա վրա թվում էր 2 ժամ։ Նույն գումարն է էլի աշխատում, բայց այս էսի լավ է, էսի ինտիր, այս ինչ էր։ Էլի ուրիշ նկարել ունենք հələ ոնց որ։ Այսպես։ Կանչում ասում please կարաս կարգավորես։ Ես էլ գնում եմ ասենց ռուբիլնիկս անջատում էի, շրխկ ռուբիլնիկը գիտեք, որ այն որ բարձր հոսանքա անջատում է սաղ լուսեր է թումա։ Ռուբիլնիկս ներվերի անջատում էի, նստում էի, մի հատ նկարում էի, որը որինն է, հետո հանգիստ իմ համար առանձնացնում էի, մի կինը մի անգամ հիշում զոնգիլամուսնում ասում է, չես պատկերացնի ինչ patient է, ինչ համբերություն ունես, այս բան չեմ տեսել, բայց չգիտի որ ես ինձ անջատել էի ուղղակի որ չգորայի այս խառը վիճակներից։ Հավատացեք, Ես ինչ եմ ասում, ես ես vision-ը մի երկու օր առաջ գսախ գիշեր անհանգիստ էի։ Անհանգիստ էի եկեղեցու հետ կապված, որտեվ ցույց է տալի Աստված, որ մարդիկ իրանց մեջ այդ հպարտությունը գալիս է, իրենք չեն զգում, գիտության հետ է գալի։ Նախորդ խոսքը որ մենք տեսանք, ընդ ասում է, գիտությունը հպարտացնում է, անկախ իրանից։ Գիտությունը վատ չի, վատը հպարտությունը, մենք պետք է անցնենք դրանով։ Ու երբ որ ես այդ մասին էի մտածում, աշկերս մի պահ փագեցի, երևի մի վայրկյան քնեցի այդ պահին ու գնային ամենայն թնջուկի վրա։ Այսի տեսա։ Կոնկրետ էսի չէ, ես ինտերնետից եմ գցել։ Այսես բան տեսա։ Ու Աստված ցույցվեց էսի այն մարդն, որ լիքը բան գիտի, բայց կարգավորված չի իր հոգևոր կյանքը։ Չգիտի որ լարը, որին պետք է միանա, ուր պետք է թա, ուսի ժամանակի ընթացքում է լինում։ Սկզբից այդպես չի, սկզբից երբ որ մարդը TV-ին ինքը օրինակ համար մենակ TV-ա, մի հատ TV լարա, ինտերնետի լարա։ Խնդիր չի, հեշտ է, բայց որ շատ բան է ձեռք բերում, չէ՞։ Ընդ Blu-ray-ա, չէ՞։ Ընդ խաղա, ընդ sound system-ա, չէ՞, home theater-ա այնտեղ, էլ ինչ կա այնտեղ։ Մի խոսքով լիքը սարքավորումներ է ձեռք բերում, արդեն սեն շատանում է։ Հիմա եկեղեցու մարդիկ գիտելիք են ձեռք բերում, սա խառնվում է թնջուկ է։ Իսկ ինչ արեց ծառայողների դպրոցը։ Գնաս ամենավերջին նկարը։ Այս սենց արեց։ Կարգավորում է։ Այս սենց է անում։ Այս է անում ծառայողների դպրոցը։ Կամ լավ անգամ եթե դու չես սովորում ծառայողների դպրոցը, գոնե բաց եղի ուղումների համար։ Գոնե բաց եղի սովորացնելու համար։ Ես չեմ ասում այստեղ այտենց չեն, բայց սա ես սովորացնում եմ, որպեսզի մեր միտքը նորոգվի եւ մենք ավելի բաց լինենք։ Որովհետեւ Աստծո խոսքը ասում է, եթե մեկը մտածում է թե մի բան գիտի, Առաջի Կորինթաց 8:2-ը Գիտությունը հպարտացում է, բայց սերը շինում է։ Հիմա շարունակությունը, որ եթե մեկը կարծում է թե մի բան գիտի, նա դեռ չգիտի թե ինչպես պետք է գիտենալ, հասկացաք։ Շատերը մտածում են թե գիտեն, բայց չգիտեն այնց ոնց պետք է իմանան։ Իսկ խոնարհությունը դա բացում է ճանապարհ, որպեսզի Տերը խոսա սովորացնի առաջնորդի, որովհետև հպարտությունը դա խանգարում է մեր հոգևոր աճին։ Երբ որ մենք հնազանդ չենք, խոնարհ չենք ընդունելու խորհուրդը սովորելու, մեր հոգևոր աճը կանգնում է։ Չէ՞ որ այսօրվա մեր թեման կոչվում է հոգևոր աճի գլխավոր բանալին։ Հոգևոր աճի գլխավոր բանալին դա խոնարհությունն է, obedience-ն է։ Եվ
Մարդը կարա լինի եկեղեցում, սկզբից գա եկեղեցի ապաշխարի, սկզբից կրակով լցվի։ Մեծ փոփոխություն լինի իր կյանքում, աղոթները պատասխանվի, հետո ընթացքում կրակը հանգի, էլ չի բավարարվում, չի հասկանում ինչ է կատարվում, պրոստը կրոնական գայսա եկեղեցի գնում է։ Մարդը անգամ կարա հոգևորապես մեռի, եթե ցուրտա անջատ են, կարողա ցուրտա անջատեք էլի, էսին, որտեղ փչում անդը մարդկանց վրա։ Մենք մի հատ բան ենք ուզում հիմա սարքենք, որ այստեղ քամին sense ծրի, կոնկրետ ուղղությամբ չգնա մեկի վրա, բայց մի քիչ հետո որ շոկի ու կմիացնենք դրից։ Նայեք, Աստվածաշունչը սովորացնում է այն, եւ որ մարդը կորցնում է լսելու, սովորելու, ընդունելու ունակությունը, ինքը հոգևորապես սկսում է մահանալ։ Ինչ տեղ կհիշեք այդտեղ։ Ինչ տեղ կհիշեք այդ մասին։ Այդ էլ ոչինչ։ Ինչ տեղ կհիշեք։ Ես հիշում եմ, ուրեմն հայտնություն 3-րդ գլուխ, 3-րդ խոսքում, որ դրանց առաջ Տերը գրում է Սարդեսի եկեղեցին, ասում է անուն ունես, կենդանի ես, բայց մեռած ես։ Ու շարունակությունը ես հատվածն եմ գցել։ Ասում է հիշիր, թե ինչպես խոսքն ընդունեցիր ու լսեցիր եւ պահիր այն ու ապաշխարիր։ Իսկ եթե արթուն չլինես, ես կգամ գողի պես եւ չես իմանա թե որ ժամին կգամ քեզ մոտ։ Դուք որ կարդաք առաջի համարից, հետո տունը Revelation 3-րդ գլուխ 1-ից 3-ը։ Ասում է դու անուն ունես, որ կենդանի ես, այսինքն մենք սովորենք այսօր եկեղեցիներին կոչել կենդանի եկեղեցի է, չէ՞, այսինքն աշխուժ, ճիշտ ձևով է պաշտում, փառաբանությունը, աղոթք ամեն ինչ ճիշտ ձևով է անում։ Բայց հետո այնտեղ ասում է, բայց մեռած ես։ Ուր ասում է կենդանացի եւ կենդանացու քո կողքինների նրանք որ մեռնելու մոտ են։ Հոգեվորապես մեռնելու մոտ են։ Ինչի, որովհետև նա կորցրել էր իր լսելու, ընդունելու այդ կարողությունը։ Եվ դրա համար այս 3-րդ համարում արդեն սենց է ասում. հիշիր թե ինչպես խոսքը ընդունեցիր եւ լսեցիր, որովհետև սկզբից եկողները, որ սկզբից եկեղեցի են գալիս, շատ լավ լսում ընդունում են, բայց ժամանակի ընթացքում գիտելիք են ձեռքում արդեն ծանր են ընդունում։ Հասկանում եք։ Նրանց ընկնելու պատճառը այն էր, որ կորցրել են լսելու եւ ընդունելու կարողությունը։ Եվ Տերը ասում է, որպեսի կենթանանա, աստես, խորհուրդ է տալի, որտեղ պետք է կենթանանա հոգեորապես։ Վերադարձի հիշի, ոնց էր լսում, այսինքն սկզբից որ եկել է իր հավատքի, ոնց էր լսում եւ ընդունում։ Այդ են ծառա եւ ապաշխարի ինչից, որ հպարտացել ես, որ փագա սիրտդ, էլ չես ընդունում։ Եվ սա է ճանապարհը նորից կենթանալու, որտեղ հեզերի մոտ կրակը միշտ վառվում է, չի հանգի, որտեղ Աստված օրհնում է հեզ սիրտը։ Առակաց 28-ի 9 տեսեք ինչ է ասում։ Իհարկե այստեղ օրենքի մասին է մեջ բերում, ասում է ով որ մերժե իր ականջը օրենքը լսելուց, նրա աղոթքն անգամ գարշելի է։ Գարշելի է, զզվելի է, ով որ իր ականջը փակում է լսելուց։ Իհարկե 5 կտակարանում օրենքն է մեջ բերում, նոր կտականում մենք կարդացինք, որ Հիսուսը դիմում է հայտնության եկեղեցուն եւ օրենք բառ չի օգտագործում։ Խոսքը լսելու մասին է, որտեղ օրենքի մեջ չենք նոր, բայց այս համարը մեջ բերեցի, որպեսի ցույց տամ ինչ է կատարում են մարդու հետ, ով որ բաց չի լսելու։ Իր աղոթքը գարշելի է, զզվելի է դառնում։ Որտեղ բոլոր զոհերից ավել Աստված ընդունում է խոնար սիրտը, հեզ սիրտը։ Դավիթը ասում է, զոհ չես ուզում, կբերեի, ինչ զոհել ուզես կբերեի, բայց քո ուզած զոհը կոտրած խոնար հոգին է, որ դու չես անարգում ով Տեր։ Մենք չենք ուզում, չէ՞, մեր աղոթքը դառնա գարշելի, անգլերեն abomination, զզվելի Աստծո առաջ, այն որ աղոթք ես անում Աստված տարինքում չեմ ուզում լսեմ, պատկերացնում եք, դու աղոթք ինչի Տեր, ինչ եմ արել, որտեղ հպարտացել ես, որտեղ քեզ խորհուրդ են տալիս, գիտեմ, ինձ բան ասել պետք չի, ես սա գիտեմ, կարդացել եմ Աստվածաշունչը։ Ես 35 տարի համարյա կարդում եմ Աստվածաշունչը։ Ամեն կարդալուց այնց է բացվում ավելի խորը,
Ավելի խորը, ավելի նոր հայտնություններ եմ ստանում, ավելի նոր հայտնություններ։ Ինչքան սովորես, հա սովորելու ես։ Երբեք մի ասա գիտեմ, երբեք մի ասա կարդացել եմ, ձևերը գիտեմ, ինձ թելադրել պետք չի։ Եթե մենք ասում ենք ինձ թելադրել պետք չի, ուրեմն Հիսուսը էլ մեր Տերը չի։ Որովհետև Տերը պիտի թելադրի։ Ինչի է կոչում Տեր։ Ինքը համ հայր է, father-ը, good father, չէ, բարի հայր է։ Բայց կոչվում է նաև Տեր։ Հիմա ասեմ ձեզ, Տերը թելադրում է, թե չի թելադրում, անգլերեն ոսկ ասեմ։ Command անում է, այո, ուրեմն ինքը մեր պետք է command անի մեզ։ Պետք է ասի։ Բայց միշտ չի, որ directly է, ուղիղ է command անում։ Օգտագործում է իր մարդկանց, իր ծառայողներին։ Առաջի Թեսաղոնիկեցի 5:12-ը Պողոս առաքյալը գրում է, ասում է. «Խնդրում եմ ձեզ, եղբայրներ, որ ճանաչեք ձեր մեջի աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տիրոջով եւ ձեզ խրատողներին էլ»։ Եկեղեցուն ասում, մարդկա ասում է, թող Տերը ինձ խրատի, թող Տերը ինձ ուղղություն ցույց տա, բայց Պողոս առաքյալը Սուրբ Հոգիով գրում է եկեղեցուն, ասում է, խնդրում եմ ճանաչեք ձեր առաջնորդներին եւ ձեզ խրատողներին։ Ուրեմն Աստված խրատելու համար օգտագործում է մարդուն։ Այս ինչի համար է կարևոր այս քարոզը իրականում ես որ քարոզ է կարող ասենց մի 3 ամիս քարոզ է առանց վերջանալ որտեղ այնքան շատ համարներ կա, այնքան շատ բաներ կա այս մասին, բայց հենց փորձել եմ շատ կարճ համառոտ այսօր սենց ներկայացնեմ ձեզի, որ ձեզ օգնի հոգևոր աճի համար։ Մարդ ասում է թող Տերը ինձ խրատի, չէ, Պողոս առաքյալը ասում է տենց չի։ Աստված directly չի գալի խրատում, ինքը օգտագործում է մարդկանց, որոնց որ դրել է ձեր վրա, չէ՞։ Խնդրում ենք ձեզ եղբայրներ, որ ճանաչեք ձեր մեջի աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տիրոջով եւ ձեր խրատողներին էլ։ Ճանաչեք։ Այ եթե չճանաչեք, հնարավոր է Տիրոջը բաց թողեք։ Տիրոջը բաց կթողեք ձեր կյանքից։ Պետք է ճանաչես։ Գիտեք, Մովսեսը ինչի էր այդքան մոտիկ Աստծուն։ Ինչի էր Մովսեսը ամենամոտիկ Աստծուն։ Իրանից մոտիկ մարդ չկար, ինքը Աստծո փառքի մեջ էր։ Տես այսօր երգում էինք։ Ցույց տուր ինձ քո փառքը, ուզում եմ տեսնել քո փառքը Մովսեսի պես։ Երգում էինք, չէ՞, այդ երգը վերցրած Աստվածաշնչից։ Ցույց տուր, եւ Մովսեսը մտնում էր նրա փառքի մեջ, իր ներկայությունը վայելում էր, ել չէր վախենում։ Մյուսները վախենում էին։ Մյուսները դողում էին, ասում են Մովսես դու գնա Աստծո հետ խոսա, մենք չենք ուզում, որովհետև Աստված իր փառքով, իր ներկայությունով իջնում էր Սարի վրա, Սարը դողում էր, կրակ էր բարձանում, որտեղ Աստված, մենք գիտենք Աստված մաշող կրակ է, consuming fire, որ ասում ենք, շատ զորավոր էր, հրեշտակներ էին իր հետ իջնում, փողեր էին փչում, զորավոր ասում է Սարը դղրդում էր Աստծո ներկայությունից, եւ Մովսես այդ Սարի վրա Աստծո հետ դեմարդեմ խոսում էր, Աստված ձենով խոսում էր իր հետ։ Եվ ժողովուրդը վախենում են, ասում են չենք ուզում դու խոսա մենակ Մովսես դու խոսա արի մեզ ասի ինչ պետք է։ Եվ որն էր այդ գաղտնիքը, որ Մովսեսը այդքան մոտիկ էր Աստծուն ու Աստված իր հետ խոսում էր եւ ինքը չէր վախենում ու չէր մեռնում։ Այո, Թվոս 12:3 Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարկանցից շատ ավելի հեզ մարդ էր, հեզր։ Անգլերենն է գաստ։ Ամենահեզդեր, humble։ Այդ դա էր պատճառը։ Աստված այդ մարդկանց ընկերն է։ Եթե մեկ ուզում Աստծուն հետ ավելի մոտիկ ընկերություն անի, ավելի հեզ եղի, ավելի obedience ունեցի։ Թույլ տուր որ քեզ խոսան, թույլ տուր որ քո հետ աշխատեն։ Բանակում երբ որ մարդ գնում է բանակ, ինքը գիտի ինքը մի հատ լավ որոշում ա ասում, որ գնաց բանակ, ընդ կան հրամանատարներ, աֆիսերներ կան, բաներ կան, չէ, կոմանդիրներ կան, որ ասում են իրանք պետք անեն, всё, ուրիշ ձև չունի, եթե չարեցին, պատժի են ենթարկվում։ Եկեղեցին էլ բացի ընտանիքից, բացի family-ից, ինքը նաև բանակ է, army է։ Աստվածաշուչն ասում, մենք Քրիստոսի զինվորներն ենք։ Եվ դու թույլ տուր, որ Աստված աշխատի քո հետ, աշխատի քո բնավորության հետ։ Եվ այն խառը վիճակից են նկարը դիրել լարերի, TV, այն մյուսը։ Այս վիճակից, որ փոխվի, այս վիճակի, organized լինես,
քո կյանքը, քո գիտելիքները, քո իմացածը։ Այս մարդիկ, ովքեր որ հելան բեմ, իրանք սովորել էին։ Ես իրանց կյանքում դա տեսա։ Շատ բաներ հիմա կարամ ասեմ ամեն ինչ չէ, ամեն ինչը չի կարգավորվել, շատ բաներ կարգավորվել է իր տեղն անգե։ Տիրոջ վախ եկե, խոնարհություն եկե, հնազանդություն եկե, հասկացել են ինչա ինչը, բայց դա սկիզբն է, դա շատ բան ունենք սովորելու։ Ես հիմա իմ խոսքը այն չի, որ դպրոցն եմ ուզում ռեկլամանեմ, բայց անգամ եթե հիմա դպրոցը էսպային չկա, բայց խոնարհությունը քեզ կդարձնի Աստծո մոտ ընկերը քեզ, ավելի մոտ։ Եվ բաց կլնես, որ Աստված խոսա։ Շատ ավելի հեշտ կխոսա Աստված այն մարդուն, ով որ բաց է ընդունելու իր մարդկանց, իր ծառայողներին, քան այն մարդը, որ ասում է, չէ, թող Աստված ինձ խոսա, այտենց մարդկանց Աստված չի խոսում, որովհետև մարդը փորձվում է, ստուգվում է իր հավատքը, իր խոնարհությունը ստուգվում է այնտեղ, որտեղ որ Աստված իր մարդկանց դրել է այդ մարդկանց խոսալու։ Անկամ եթե դու մտածում ես գիտես, բայց տես խոսքը ասում է, եթե մեկը մտածում է թե գիտի, նա չգիտի այնց, ոնց պետք է իմանա։ Հələ դիր այդ համարը նորից, որովհետև երբ որ քեզ մի բան են ասում, դու ասում ես վրազ ասում ես գիտեմ, շատ արագ են ասում ու չեմ հասցնում շարունակությունը ասեմ, չեմ հասցնում, միշտ այդ մարդկանց չեմ հասցնում շարունակությունը ասեմ։ Եթե այդ մարդիկ լսեն միջև վերջ ինչ եմ ասում, կհասկանան, որ ես մի հատ անես բան եմ ասում, որ այդ մեկը իրանք չգիտեին։ Այս պրոբլեմա, դες հպարտությունը չգիտեմ, ինձ մի ասեք, ես գիտեմ ոնց անեմ։ Կլրվի, ստակ կլնի մեր հոգևոր կյանքը, չեն գնա առաջ։ Եթե էլ եմ ասում, սովորենք լսել միջև վերջ, այն որ Այն վերջի բառը շատ կապ ունի, թե վերջում ինչ բառ եմ ասելու։ Կհասկանան, որ չգիտեին այնց ոնց պետք է իմանային։ Ու սա հաճելի կլինի Աստծուն եւ Աստված կընդունի։ Մենք չենք ուզում անխելք լինենք, Աստծո խոսքը ասում անխելքի ճանապարհը ուղիղ է երևում իր համար։ Առակաց 12:5 Հիմարի ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջ, բայց խրատ լսողը իմաստուն է։ Մենք չենք ուզում, չէ, անխելք մարդ լինենք, չենք ուզում հիմար լինենք։ Խրատ լսողն է իմաստուն, իսկ անխելքը մտածում է ինքը իր ճանապարհը լավ է, ճիշտ է, ինքը ճիշտ է անում ամեն ինչ։ Այն ինչ որ ինձ համար 20 տարի առաջ լավ էր, ճիշտ էր թվում, այսօր ճիշտ չի թվում։ Մենք պետք է փոխվենք։ Մենակ անխելք մարդը չի փոխվում։ Մենք պետք է բաց լինենք փոխվելու։ Ամեն։ Եվ Տերը Սաղմոս 25:9 Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ եւ իր ճանապարհը սովորեցնում է հեզերին, խոնարհներին այսքան։ Humble բառը գրած անգլերենում։ Իր ճանապարհը սովորացնում է այդ մարդկանց։ Բայց հիմա դու կարող ես գնաս սենյակի դուռը փակես, գոռոս չգիտեմ, քեզի ճանգրես, ասես խոսա, բաց եմ լսելու, ընդունելու, Տեր, քեզի չգիտեմ, պատարես, ասես, սյո, հեզ եմ ուզում լինեմ։ Բայց եկեղեցում քո իրիկը կամ ավակը գալիս է քեզ մի բան ասում, ասում ես, Աստված խոսա ինձ։ Չի խոսում, չի խոսա։ Չի խոսա։ Այդ է երում հեզություն, Աստվածաշունչը այդ է սովորացնում։ Դες կարող ենք կարդալ ու այդ կարևոր պահերը բաց թողենք։ Լիքը մարդկանց պրոբլեմը լուծվել է եկեղեցում, երբ որ եկել են, բան են խոսացել, խորհուրդ են տվել, լսել են, ընդունել են, իրանց կյանքը փոխվել է։ Անկամ դիվային, դիմանիկ ատակեք ա եղել իրանց վրա, թե երազի մեջ, թե տեսիլքով, վիժն, թե չարի բան, խոսացել ենք, երկու բառ խոսացել ենք, աղոթել ենք, անցել գնացել է լրիվ։ Շատ կարևոր է էսի հասկանանք, ամեն։ Հեզերին նա ինչ անում, առաջնորդում է իրավունքի մեջ, այսքան արդարության մեջ եւ իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։ Մի ասա Աստված խոսա, Աստված էլ եմ ասում, խոսում է տարբեր ձևով, ինքն էլ կխոսա ուղիղ, բայց ինքը կխոսա այն ժամանակ, երբ որ դու բաց լինես նաեւ մարդկանցից լսելու։ Առաջի Պետրոս 5:5-6 համարներն կարդանք։ Նույնպես էլ դուք երիտասարդներ
հնազանդեք երեցներին, այսքան փաստորներին։ Բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհություն ունեցեք, որովհետև Աստված ամբարտավաններին հակառակ է, ամբարտավանները դրանք proud, pride-ն է, հպարտությունը։ Իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեցեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնե։ Տես, ասма, լսեցեք ձեր առաջնորդներին, երեցներին, որովհետև Աստված հպարտներին հակառակվա կանգնում։ Մենք ուզում ենք, որ Աստված հակառակ կանգնի մեզ, բայց դու աղոթում ես Աստծուն, գիտես լսում, բայց ինքը հակառակ է կանգնում քեզ, չի ուզում լսի։ Խոսքն է ասում։ Խոսքն է ասում, մենք պետք է խոսքը դնենք առաջի տեղում։ Բայց ինչ է կատարվում, խոնարհներին շնորհք է տալի, grace է տալիս։ Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեցեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Հիմա ոնց որ հակասություն լինի, համ ասում է երեսներին, առաջնորդներին խոնարհվեք, համ ասում է Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որովհետև երբ որ դու հնազանդում ես եկեղեցու դրված ստրուկտուրային, structure-ին, կառուցվածքին, ավակներին, դա նույնն է, որ խոնարհվում ես Աստծո հզոր ձեռքի տակ, որովհետև եկեղեցին Աստծո թագարությունը դա իր հզոր ձեռքն է։ Այդ ժամանակ ինքը բարձրացնում է, որպեսզի ձեզ բարձրացնի ժամանակին։ Այդ ժամանակ բարձրացնում Աստված։ Եվ քո աղոթքները լսելի է դառնում, պատասխանվում է։ Սա շատ կարևոր է, հոգևոր աճին խանգարում է հակառակությունը, անհնազանդությունը, համառությունը, stubborn բան, փոքրուց բոլորից մոտ եղել է։ Բնեն չի, որ ես ինչ, ես ինքս շատ, ես հիմնական խոնարհ եմ եղել եկեղեցում, ինչ ասել են, արել եմ պաստորը, ավակները, ծառայել եմ, բան, չեմ ասում, պահիտակ բաներ չի առաջացել, բայց շուտ խոնարհեցրել եմ ինձ։ Եթե ես այտենց առաջել եմ, ես այսօր ստեղ կանգնած չէի լինի։ Բայց ես ուզում եմ այդ կարևոր բանալին գաղտնիքը ձեզ էլ ասեմ, գլխավոր բանալին, հոգևոր աճի գլխավոր բանալին, խոնարհությունը, հեզությունը։ Ամեն։ Եկեք աղոթքի գանք Տիրոջ առաջ։ Իմ ասածս ոչ թե դատապարտությունը, սա ուսուցում է, սա teaching է, սա դատապարտություն չի, judge չեմ անում, սա սովորացնում եմ։ Այստեղ այդպես մարդ չկա, որ այս խոսքը իրան պետք չի։ Այստեղ այդպես մարդ չկա, որ այս խոսքը իրան չի վերաբերում։ Այս խոսքը ամեն մեկին շատ է վերաբերում, մեկին քիչ է վերաբերում, բայց բոլորին է վերաբերվում։ Անկամ Մովսեսը, որ համարվում էր աշխարհի երկրի վրա ամենախոնարհ հեզ մարդը, իրան էլ էր վերաբերում հեզ լինելու խոսքը։ Որովհետև պահ եղավ ինքը այդտեղ էլի բաստողում ունեցավ, չլսեց մի պահ ու դրա համար վատ հետևանք ստացավ Մովսեսը։ Ամեն։ Եկեք ճիշտ որոշում անենք, խնդրենք Տիրոջը, որ եթե ինչ-որ մեկի մոտ դադարել այդ լսելու ունակությունը, որտեվ ասում է հիշի, ինչպես սկզբից լսեցիր, ընդունեցիր եւ ապաշխարի, repent արա։ Եթե ոչ, ասում է գողի պես կգամ եւ չես իմանա, գողի պես, այսքան խոսքը խոսում է վերջի ժամանակների մասին, երբ որ Հիսուսը պետք է գա եկեղեցին հապշտակի, ռաբ չլինի, դու չես գնա, կմնաս։ Ասես չեմ գնացել։ Սա հորը գիրք էի կարդում, աղոթում էի, սերնակումս եկեղեցի էի եթում։ Հասկացա, որտեղ չէիր լսում։ Լսելու ընդունակությունը կորցրել էիր։ Հիմա այս որ ասում կորցրել էր կոնկրետ ինչ որ այստեղ ձեզ չեմ ասում, ուղղակի ընդհանուր sense քարոզում եմ, որովհետև շատ նայողներ կլինեն, իրանց օրհնություն կլինի սա։ Որովհետև վերջի օրերում մենք տեսնում ենք ապստամբությունը շատացել է։ Այս վերջի օրերում, որովհետև խոսքը ասում է վերջի օրերում ապստամբությունը կգա։ Մարդիկ rebellious կլինեն, rebellious, այսինքն ապստամբություն rebellious։ Ու շատ այս աշխարհը այդ սովորացնում մեզի։ Դու քո իրավունքները, երբ որ ես Հիսուսին եմ իմ կյանքը տվել, գիտես ինչ եմ արել։ Ես իմ իրավունքները դրել եմ կողքի։ Ես իմ right-երը կողքի եմ դրել։ Ինչ ուզի Տերը կարա ասի։ Հիմա դու այտենց որոշում արել ես քո կյանքում, որ քո կյանքը տվել ես Հիսուսին, դու ասել ես. Տեր, դու իմ Տերն ես։ Ինչ ասես բաց եմ ընդունելու։ Չեմ ասում, դուք մի մտածեք հիմա ինչ որ
էքստրեմալի ինչ որ բաներ պետք է ասի։ Ինչ որ խոսքն է ասում, ինչ որ վերաբերում է սրբությանը, ճիշտ ապրելուն, ճիշտ վարվեցողությանը, ճիշտ պահվածքին։ Դուք մի մտածեք հիմա, չգիտեմ, եթե ես օրինակ պաստոր եմ, ասեմ քեզ ինչ ասեմ պետք է լսես։ Եթե դա խոսքին հակասում է, մի ընդունի։ Իմ ասածը վերաբերում է Աստծո խոսքի սահմաններում։ Իսկ եթե մենք լսում ենք մեկը մեզ մի բան ասում խոսքի սահմաններում, դա նշանակում է դու լսում ես ուղիղ իրան, որտեղ դա իր խոսքն է։ Այստեղ ես դու օբեյ անում Աստծուն ու ինքը քեզ բարձրացնում է, ինքը քեզ օրհնում է։ Էսի է հաճելի Աստծուն։ Այս տեսակ սիրտն ու միտքն է հաճելի Աստծուն։ Աստծո ներկայությունը կուժեղանա վրդ։ Գնա այսօր աղոթի փորփրի, այո, փորփրի, որտեղ Աստծո խոսքը ասում է քննեք, քննեցեք ձեզի, էկզամեն արեք, արդյոք հավատքի մեջ եք, կամ հայտնության եկեղեցում որ նայեցինք, ստուգի, կարողանում ես էլի լսես նորմալ ընդունես, թե դու կարող ես լսես, ասես հա, բայց գնաս ասես բայց չէ, մեկը ուրիշ ձև է մտածում, Տերը տենում է, ասես չէ, մեկը դեմից սենց անես, բայց մեջը սենց լինի։ Հիսուսը ասեց մի մարդ երկու որդի ուներ, մեկին ասեց գնա իմ այգիում գործ արա, ասեց կգնամ, բայց չգնաց։ Այն մեկն էլ ասեց չեմ գնա, բայց գնաց։ Կարևորը հետո կատարեց, թեկուզ մարդ սխալվել էր։ Բայց մարդը ասում է հա, բայց դուրս է գալի մեկը իր մեջ հակառակ է։ Ինչի։ Հիսուսն է Տերը։ Հիսուսն է Տերը, ինքը իրոք Տեր է։ Ամեն։ Փառք Տիրոջը ձեր համար, ձեր հավատքի համար, ձեր բաց լինելու համար։ Փառք Տիրոջը, եկեք աղոթենք, որ մեր սրտերը խոնարհ լինի, հեզ լինի։ Ու եկեղեցում կան ծառայողներ, ավակներ։ Գիտեք, երկրորդ հովիվը ինչի է Աննան։ Աննա ջան, արիստեղ, երկրորդ հովիվը համարվում։ Հակի։ Կամ են բանարը։ Դա ոչ։ Ինչի է ինքը երկրորդ հովիվը համարվում։ Աստված իրան ինչի ասե, որ դնեմ իրան։ Որտեվ բոլորը դե խոնար եք, բայց ինքը ավելի խոնար է բոլորից։ Արդյոք չի սխալվում, բայց շատ արագ է ապաշխարում։ Եթե մեկին մի քիչ պետք է ասեմ, համոզեմ, ինչ-որ բան անեմ կամ հանդիմանեմ կամ ահագին վախտացի, ինքը Այստեղ մի բան ասի, հաջորդ վարքյանը ապաշխարում է, repent անում իր սխալի համար, ընդունում է։ Օրհնությունս, եկեղեցու օրհնություն, ապրես, գնա։ Այդ դրա համար Աստված, ոչ թե իմ աղջիկն է դրա, հետո Էսթերին, հաջորդը Էսթերին դրեցի, մյուս հովը, որ Աստված սրտումս դրեց, ինչի։ Նրանց հետո դգասան նա, ճիշտ է, տարիքով մեծը ինքն է, բայց մեկ կռիվները մեջ է եթում, էլի ապաշխարում ընդունում է Հեզրաբեդը, հետո Մայրամեն, հետո Վարուժին, ինչի։ Նայեք, չէ, ստեղ լիքը մարդիկ էլ եմ ասում, Հեզ մարդիկան, Լուսին, շատերը, չեմ ուզում տարբերություն դնեմ, ուղղակի այս կամպեր արեցի, որ ասեք, որ հասկանանք ով ավելի մեծ բարձր պատասխանատվության մեջ մտնում, ում Աստված ավելի շատ վստահում, ով որ հեզ է խոնարհը։ Աստված իրանց է դնում, անես չի, ես ասացի, այսի խոնարհը բեր սրան դնում, կարող խափլվում, կարող ստից ձև է բռնում, որ խոնարհը։ Լուրջ եմ ասում։ Մարդիկ են եղել սենց այս խոնարհ ման են գալիս սենց, այո, ուզում եմ Աստված ասում է թող զգուշացի, պետք չի, թող չգիտես, սրտով, որտև հեզությունը դա սրտի դիրք է, սա շատ կարող հասկանանք, ներսի վիճակ է, մարդը կարող ասի, գնա տունը ինչ ասես, ասի, ինչ ասես խոսա, կամ բան, փառք Աստծո մեր մեջ դες մարդիկ չկան, ես էսի չափազանցրած օրինակներն եմ բերում, որ մենք հասկանանք, հա, ու ոչ թե իմ երեխեքն են դրա համար, դուք գիտեք, ով որ ինձ ճանաչում է, գիտի ես տարբերություն չեմ դնում, դաժե
այսքան վաղտով որ մեզ ճանաչում է գիտի, ես տարբերություն չեմ դնում, զուտ միայն ծառայության պատասխանատուի դիրքի բանով է տարբերվում, բայց վերաբերմունքը, չէ, մեր մարդկանց հետ ոչ մի բանով չի տարբերվում։ Հիմա Կարոյին շուտ բանից ինչ-որ բաներ է ասել, մարգարեացել է, որ ինքը լուրջ ծառայող պետք է լինի, բան, դանդաղում է, կամանց է ժնետում, ասում կոնկուրսն է, ես կուզեի դու իմ երկրորդը հիմա լինեիր, օրինակի համար, դու երկրորդս լինեիր, նույն պոզիցիայի մեջ էր, որ ինքը օրինակ եմ հասկացար, անկեղծ եմ ասում, իմ համար, ես այդպես բան չեմ, իմ երեխենակամն, ես բոլորին վերաբերում եմ որպես Աստծո երեխեք, սա օրինակի համար եմ ասում, ոչ մեկի մեջ տարբերություն չեմ դնում, նույնն է Աստված, դրա համար մենք կարդացինք Պետրոսի թղթի մեջ 5-րդ գլխի 5-6 համարը, որ ասում է, լսեք առաջնորդներին եւ խոնարհ եղեք, Աստված հպարտներին հակառակվում է, խոնարհներին բարձրացնում է, եւ որ դուք խոնարհ եք Աստծո ձեռքի տակ, ձեր ժամանակին բարձրացնում է, կա ժամանակ, որ Աստված ուզում է քեզ բարձրացնի։ Եվ որ գալիս է ժամանակը, որ բարձրացնի, տենում է դու չես շարժվել տեղից հետ, քայլեր չես արել ու ժամանակը գալիս է, բայց չես բարձրանում։ Բայց եթե դու խոնարհության մեջ քայլես, կգա ժամանակը, որ Աստված կբարձրացնի։ Բարձրացնելը նկատի չունեմ աշխարհային ձևով, ասես բարձրանում ենք, հպարտանում ենք սաղի վրա, չէ, հոգևորապես է բարձրացնում, զորություն է տալի, որ ծառայես, իր գործերը անես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք աղոթենք, Տեր, շնորհակալություն ենք քեզ հայտնում այսօրվա խոսքի համար։ Երկրպագում ենք քեզ, Տեր, փառք ենք տալի քեզ։ Շնորհակալություն ենք քեզ հայտնում քո խոսքի համար, քո շինող խոսքի համար։ Տեր ջան, թող մենք իմաստուն սիրտ ունենանք, թող ամեն մեկս մեզանից ունենանք իմաստուն խոնարհ սիրտ։ Ամեն մեկը Հիսուսի անունով Տեր իմ Աստված, թող ունենանք իմաստուն խոնարհ սիրտ։ Ռելո ֆրոդո գոստել ֆրատար։ Տեր տարաբասի։ Հալելույա Հիսուսի անունով մենք դնում ենք մեր եսը կողքի վրա, մենք խոնարհեցնում ենք մեր անձերը քո առջև, երկնային Սուրբ Հայր, հալելույա, մենք դնում ենք մեր անձերը կողքի, դու ես մեր Տերը, մենք ուզում ենք հետևենք քեզ մեր կյանքի բոլոր օրերում, Տեր իմ Աստված, հալելույա, շնորհակալ եմ Հայր, հալելույա Հիսուս։ Թող ամեն մեկի մեջ գա այս հայտնությունը խոնարհության վերաբերյալ։ Թող ամեն մեկի մեջ գա այս հայտնությունը Հիսուսի անունով։ Թող քո խոսքը լույս տա ամեն մեկիս մեզ, Տեր Աստված, որ լինենք խոնարհ հեզ, որովհետև դու ընդունում ես խոնարհության զոհը, եւ դու ընդունում ես խոնարհների զոհը։ Հպարտների զոհը քեզ տհաճ է, բայց խոնարհների զոհը հաճելի է։ Տեր իմ Հիսուս, օրհնի ամեն այս հրաշալի մարդկանց, եթե կա բաներ, որ խանգարել է իրանց խոնարհ լինելու, եթե դա մշակութային cultural problem է, թող քանդված լինի Հիսուսի անունով, թող քանդված լինի, եթե դա մանկությունից, դպրոցներից, շրջապատից, կամ ժառանգական այգի ինչ-որ թող քանդված լինի ամեն հպարտության ոգու, ամբարտավան հոգու, համառեցտաբռնության ոգու խորհուրդը քանդված լինի, որովհետև դու հաճում ես խոնարհներին, լսում ես հեզերի աղոթքը Տեր իմ Աստված։ Հիսուսի անունով շնորհակալ եմ քեզ Տեր ջան, թող մեր սրտերը նվիրվի քեզ, թող մեր սրտերը նվիրվի քեզ էլ ավելի։ Եվ դրանով ենք իմանում, որ մոտ ենք Տիրոջը, հալելույա, դրանով ենք իմանում, որ նրա աշակերտն ենք, հալելույա, հեզությունով, հալելույա, շնորհակալություն քեզ Տեր Հիսուս, շնորհակալություն Տեր իմ, օրհնում եմ ամեն մեկին ես ոստեղ, ամեն մեկին Հիսուսի անունով, փառք Տիրոջը, Աստված օրհնի ամեն մեկի որ այս տեսակ բաց եք սրտով, ես զգում եմ Աստված օրհնի ձեզ շատ ամեն մեկիդ, որ այտենց բաց եք, խոսքը ընդունում եք, որտև իրական իր աշակերտներն եք, փառք Հիսուսին, հալելույա, պարզապես թող այս խոսքը էլ ավելի
ուժ տա քեզ, նորոգի, որ ել ավելի էֆեկտիվ քո ճանապարհը դաս Քրիստոսի հետ։ Ամեն։